Մենք այսօր Հայաստանի շահի պաշտպանության մասին չենք կարող խոսել այն պարագայում, երբ որ այդ բոլոր բանակցություններում Հայաստանը ներկայացնողը կա, բայց Հայաստանը չկա։ Սա մենք պետք է հասկանանք, Հայաստանի ժողովուրդը դե չկա, կա Հայաստանը ներկայացնող մի վարչապետ, որը բնականաբար իր խնդիրն է լուծում, իր իշխանություն պահպանելու հարցն է լուծում։ Երբ որ այդ տեսակետից նայում, ամեն ինչ տրամաբանական է դառնում։ Բնականաբար ինքը ուզում է իր իշխանությունները պահպանի եւ դա միայն մի ձևով կարող անել, ստանալ այս ձևի գովասանքներ տարբեր կողմերից, սա փորձել օգտագործել նախընտրական իր քարոզչության մեջ եւ ժողովրդին հերթական անգամ խաբել, համոզել, որ ինքը մեծ դարակազմիկ հարց է լուծել, խաղաղություն է բերել։ 21 թվին էլ էր, չէ՞, նույն բաներն ասում, իբրև մենք էինք գալի պատերազմ բերում, ինքը եկել է խաղաղություն է բերում, տեսանք ինչ բերեց։ 21-ից հետո ամեն տարի զիջելով եկել ենք, նայեք մինչև 25-26 թիվն էլ հիմա հերթական բաները կտեսնենք։ Այսինքն խաղաղություն ասածը հերթական փուչիկն էր, որը մենք ճիշտ չգնահատելով մեր ժողովուրդը, իդեպ 21 թվին նորից ձայն տվեց այս իշխանությունների։ Հիմա ինքը նույն այդ պրյոմը, այս հնարքը նորից ուզում է իրականացնի։ Տեսել է, որ հեշտ խաբվող ինչ-որ մի հասարակություն է ձևավորվել, որին կարելի է այսպեսի մատուցել նման գաղափարներ, այսպես խաղաղության, գեղեցիկ խոսքեր եւ այլ, հերթական անգամ մի քանի ամիս է մնացել, այս ընթացքում էլ բոլոր կողմերից կօգնեն, որ ինքը մնա իշխանության, դե տեսնում ենք ինչ է կատարում, չէ՞։ Թուրքերը մի կողմից, ադրբեջանցիները մյուս կողմից դարել են իր քարոզիչը եւ իր շտաբի անդամներն են, այսպես ասած, դարել, արդեն ընտրական գործընթաց են սկսել, որ սա կարողանա այդ ամեն ինչը ներկայացնել որպես մեծագույն ձեռքբերում եւ հերթական անգամ ժողովրդին խափի եւ քվերն ստանա։ Այսինքն իր խնդիրը իր իշխանությունը պահելն է, ուրիշ բան չկա այստեղ։